Ես Պետրոսյան Մարիանն եմ, Պրոշյան համայնքի բնակչուհի։ Կարելի ասել բնիկ պրոշյանցի, որովհետև ծնվել եմ Պրոշյանում, ապրել եմ Պրոշյանում, կրթություն ստացել եմ Պրոշյանում, աշխատել եմ Պրոշյանում։ Ասեմ, որ 25 համար ունենալը մեզ համար նոր ձեռքբերում էր, ուղղակի քաղաքակիրթ տրանսպորտից օգտվելու առումով, բայց Պրոշյանը միշտ էլ ուղիղ նորմալ կապ է ունեցել մայրաքաղաքի հետ, որովհետև բոլորն էլ գիտեն, որ շատ մոտ է Երևանին, եւ ինքս 82-88 թվերին սովորել եմ Երևանի պետական համալսարանում, երեկոյան բաժնում, եւ 7-ին դասերն սկսվել են, 10:30 վերջացել են ու ես տուն եմ եկել։ Այսինքն մեծ ձեռքբերում չէ, որ մեզ Երևանի հետ կապող տրանսպորտային միջոց կա։ Արդեն տարի ու կես է, կարծեմ մոտավորապես։ 25 համարը երթուղում է, 59 համարը երևի թե մի քիչ ավելի երկար ժամանակ հաստատ ասել չեմ կարող, 59 Քասախին է սպասարկում, իսկ 25 համարը Պրոշյան գյուղին է սպասարկում եւ նորմալ, ինչ ասեմ, տեղափոխություն է ապահովում պրոշյանցիների համար եւ ոչ միայն պրոշյանցիների համար։ Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ քանի որ Պրոշյանը մոտ է Երևանին, բացի պրոշյանցիներից դրսից հեռավոր մարզերից շատ մարդիկ են գալիս Պրոշյան, ուղղակի քանի որ Պրոշյանը մոտ է, այստեղ մնում են, գնում են եւ կրթություն ստանալու սովորելու դպրոցներում, բուհերում, նաեւ աշխատանք, քանի որ մարզերում գիտենք, որ այնքան էլ աշխատանք չկա, մարդիկ այստեղից գոնե աշխատանք են գտնում եւ կարողանում են օրվա հաց վաստակել։ Գիտեք ամբողջ խնդիրը որն է, որ ուրեմն օրենքը կառավարությունը ընդունել է 2006 թվականին, որ իբր մայրաքաղաքային տրանսպորտը հետ պիտի քաշեն մայրաքաղաքի տարածք եւ մարզերին պիտի սպասարկեն մարզային տրանսպորտային միջոցները։ Բայց 2006 թվին այդ օրենքն ընդունվել է, բայց 2021 թվին նոր մրցույթ է անցկացվել եւ հետաքրքիրն այն է, որ մրցույթի մասնակից մի ընկերություն է եղել, դա Մուլտիտրանսն է, հաղթել է Մուլտիտրանսը եւ 4 տարի հետո միայն, ասենք, որոշել են միկրոավտոբուսները դուրս բերել երթուղի։ Հիմա ուղղակի մի բան, ներողություն շարունակեմ, ես երբ հանդիպում եղավ կառավարության ներկայացուցիչների հետ, ասացի, եթե 2006 թվին ընդունված օրենքը գործողության մեջ են դնում 2021 թվականին մրցույթ անցկացնելով, իսկ առավել եւս 25 թվին նոր որոշում են, որ տրանսպորտային միջոցը երթուղի պիտի գա Պրոշյան, եթե կարելի էր 19, նույնիսկ 24 տարի հետաձգել այդ օրենքի գործադրումը, ինձ թվում է կարելի է նաեւ ընդհանրապես գործողության մեջ չդնել այդ օրենքը, ել չասեմ հետաձգել։ Ինչ է կատարվել մեր ժողովրդի կյանքում, ինչ որ դրական տեղաշարժ կա, նվազագույն աշխատավարձ է բարձրացել, կենսաթոշակ է բարձրացել, մարդկանց կենսամարտակ է բարձրացել, ինձ թվում է ոչ։ Գույքահարկի ավելացումներ եթե գումարենք, այդ մարդիկ ինչպես են կարողանալու ֆինանսակային այդ բեռը կրել։ Հիմա այս նոր տրանսպորտային միջոցները 277-ը իմիջայլոց մրցույթին, քանի որ միայնակ է մասնակցել ու շահել, մրցույթը շահել է 250 դրամ ուղևորцов, ընդ որում երթուղին մոտավորապես 3 անգամ պակաս է 25 համարի երթուղու, ասենք, ճանապարհից։ Մոտավորապես 32 կիլոմետր ճանապարհ գնում է 25 համարը 150 դրամով, իսկ 277-ը շահել է 250 դրամով եւ պիտի հասնի Հանրապետական հիվանդանոց ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկ։ Ուղղակի այստեղ տրամաբանություն չկա, այստեղ ման դեպքում են ասում անտրամաբանական տրամաբանություն։ Եվ ինձ թվում է, իհարկե ես նորից կրկնեմ, որ երբ խոսեցին 277 համարի մասին, ես ասացի թող լինի նաև երկրորդ երթուղի, ինչու՞ չէ, կարող է նույնիսկ երրորդ երթուղի մտնել, քանի որ Պրոշյանում շատ են, ասենք, հանրային տրանսպորտից օգտվողներ, աշակերտներ, ուսանողներ, աշխատողներ, եւ վերջին հաշվով բոլորս գիտեք, որ հանրային տրանսպորտից օգտվում են մեծ մասամբ ֆինանսապես անապահով մարդիկ,
Եվ պատկերացրեք, ընտանիքներ կան, որոնց ես ճանաչում եմ, մի ընտանիքից 4 հոգի, նույնիսկ 5 հոգի գնում Երևան գալիս են։ Գումարեք ուղևորցի տարբերությունը եւ տեսեք այդ մարդիկ հետ բեռն ինչպես են տանելու, այսինքն չեն աշխատելու։ Հանդիպումից հետո հայտարարել եք, որ խաբված եք ձեզ։ Ինչ էին ասել, որ խաբված եք։ Ճիշտ ասած, մեզ ասացին, որ 25 համարը առնվազն պրոշյան կմտնի, կհասնի մինչև գլխավոր մուտք։ Ես սկզբում ճիշտ ասած առաջարկել եւ պահանջել էի, որ քանի որ սահմանագիծը GPS քարտեզ կոչվածով անցնում է նախկին պաշտպանության նախարարության դիմացով, ասել էի թող Երևան սպասարկեն, թող Երևան սպասարկեն պաշտպանության նախարարություն։ Եվ երբ բավարարեցին մեր այդ առաջարկ պահանջը, ես մտածեցի, հետո էլ ասացին նույնիսկ կարող է գալ հասնել այս կենտրոնական մուտքի մոտ։ Բայց փաստացի, գիտեք, ուղղակի վատ խաղեր են խաղում, ինձ թվում է արդյունքում նպատակ կա 25 համարը ընդհանրապես դուրս մղել երթուղուց։ Ես գոնե այդպես եմ նկատում։